Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյաններ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով։ Քիչ անց ես կներկայացնեմ հունվար ամսվա կանխատեսումները 2026 թվականի առաջին ամսվա կանխատեսումները բոլոր կենդանակերպերի համար, բայց մինչ այդ հիշեցնեմ, որ արդեն իմ ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար 2026 թվականի կանխատեսումները, կարմիր, հրեղեն, ձիու տարվա համար կանխատեսումները առկա են բոլոր կենդանակերպերի համար, առանձին վիդեոները ներկայացված են սիրելի բարեկամներ, եւ շատ շուտով կարծում եմ գալիք շաբաթ կլինեն նաեւ այդ ձեր կողմից շատ սիրված 12-ը մեկում երկար եւ գերհետաքրքիր 5 ժամանոց վիդեոն, որտեղ ես հավաքելու եմ բոլոր կենդանակերպերի կանխատեսումները 2026 կարմիր, հրեղեն, ձիու տարվա համար եւ արդեն դուք կարող եք մեկ վիդեոյի շրջանակներում դիտել բոլոր կենդանակերպերի համար կանխատեսումները, եթե գիտեք, նաև կարող եք դիտել ոչ միայն ձեր արեգակնային նշանի համար, այլ նաև լուսնի նշանի համար, եթե իհարկե տեղյակ եք ձեր անհատական հորոսկոպից, եւ նաև ժամադիտակի, այսինքն ծագող նշանի համար կանխատեսումները, կամ ասցենդենտի համար կանխատեսումները, եւ այդպիսով դուք ավելի համապարփակ պատկերացում կկազմեք 2026 այդ բարդագույն տարվա վերաբերյալ, թե ինչ է ձեզ սպասվում։ Դիտեք այս վիդեոները մինչև վերջ սիրելի բարեկամներ, եթե ցանկանում եք ավելի մանրամասն պատկերացում կազմել այն մասին, թե ինչ է մեզ սպասվում մոտ ապագայում, եւ անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերդյաններ իմ YouTube-յան ալիքին։ Պետք է ասել սիրելի բարեկամներ, որ չնայած որ 2026 թվականը բավականին բարդ տարի է լինելու, քանի որ կարմիր, հրեղեն ձիերի տարին ընդհանրապես 60 տարին մեկ անգամ է կրկնվում, նախորդ անգամ 1966 թվականին է եղել կարմիր հրեղեն ձիու տարին, բավականին բարդ տարի է, բավականին այսպես անսպասելի զարգացումներով, ինչ որ անկանխատեսելի իրադարձություններով լի տարի է լինելու եւ տրանսֆորմացիոն տարի է լինելու անհատական մակարդակի վրա, այսինքն պետք է շատ արագ կողմնորոշվել փոփոխվող աշխարհում, ձևափոխվող աշխարհում եւ արագ ճիշտ ճանապարհը գտնել, ճիշտ քայլեր կատարել, որպեսզի դուրս գա զարգացման նոր մակարդակի վրա, հա դրանում է կանալու 2026 թվականի բարդություն անհատական մակարդակի վրա։ Եվ չնայած դրան այնուամենայնիվ հունվարը բավականին բարեխառն ամիս, իսկ ասեի մեղմ ամիս է, դրական զարգացումներով լի ամիս է լինելու եւ պետք է նաեւ իհարկե ասել, որ իրականում արևելյան օրացույցով այդ կարմիր հրեղեն ձիու տարին սկսում է իր այսպես լիրավ իրավունքների մեջ մտնել 2026 թվականի փետրվարի 4-ից, դա արևելյան արեգակնային օրացույցով, իսկ արևելյան լուսնային օրացույցով, որովհետև երկու ամսաթիվ կա, երբ սկսվում է տարին, դա ֆիքսված, այսինքն արևելյան ֆիքսված օրացույցը, արեգակնային օրացույց եւ կա լուսնային օրացույց, որը շարժական է եւ արդեն նորալուսիններով է պայմանավորված, իսկ լուսնային արևելյան օրացույցով կարմիր հրեղեն ձիու տարին սկսվելու փետրվարի 17-ին կամ 18-ին, այսինքն հենց տարվա առաջին խավարմամբ, այսինքն այն նորալուսնով, այսինքն տարվա երկրորդ նորալուսնով է սկսվում եւ համընկնում է այս նորալուսինը խավարման հետ, դա փետրվարին է տեղ ունենալու, փետրվարի 17-ին ես բազմից անդրադարձել եմ, բավականին բարդ շրջան է սպասվում նաև հայ ժողովրդի համար, փետրվարը 26 թվականի շատ ծանր ամիս է լինելու եւ հա բարդություններ է, ամբողջ հրեղեն ձիու այսպես բոցաշունչ ընթացքը, այսպես ասած, մենք կզգանք հենց արդեն փետրվար ամսվանից, հունվարը
Այնուամենայնիվ բարեխառն ամիս է լինելու, ես ասեմ, որ հունվար ամսվա ընթացքում դեռ շարունակվում է փայտե օծի տարին, այնպես որ էներգիաները իհարկե աստիճանաբար կսկսեն փոխվել, ու արդեն իսկ սկսել են փոխվել ձմեռային արևադարձից հետո, բայց լիրավ այսպես ասած իր ուժի մեջ տարին կմտնի միայն փետրվարի 4-ից հետո։ Դե իմ մշտական հետևորդները իհարկե այդ ամենը գիտեն, ես պարզապես ներկայացնում եմ նրանց համար, ովքեր առաջին անգամ են դիտում այս վիդեոները կամ նոր են միացել իմ YouTube-յան ալիքին, այնպես որ այդ բոլոր խոսակցությունները, թե ինչպիսի գույն է պետք հագնել նոր տարուն կամ ինչպիսի գույներով պետք է զարդարված լինի ամանորյա սեղանը, իհարկե դա այդքան էլ էական չէ, որովհետև չինական նոր տարին, կարմիր հրեղենձիու տարին, ինքը սկսվում է փետրվարի 4-ից, այդ 17 ընկած այդ ժամանակահատվածում, այնպես որ դա ի նկատի ունեցեք, սիրելի բարեկամներ։ Եվ այսպես, հունվարը սկսվում է հունվարի 2-ին, երբ կապիև հեռահաղորդակցության մորակ Մերկուրին մուտք կգործի այց եղջյուր Երևանի ժամանակով 1:10 րոպե, այսինքն հունվարի 1-ի լույս 2-ի գիշերան միջապես այդ ամանորյա թոհուբոհի մեջ Մերկուրին մուտք է գործում այց եղջյուր կենդանակերպ եւ այնտեղ կմնա մինչեւ հունվարի 20-ը, սիրելի բարեկամներ։ Եվ ինչ է նշանակում դա, իհարկե այդ հողեղեն Մերկուրին ավելի տրամադրում է պրակտիկ քայլեր կատարել, ավելի իրատեսական ծրագրեր մշակել, ավելի նոր տարվա մեջ, նոր տարվա հենց այդ մեկնարկից հետո անմիջապես պետք է իրատես գնահատել իրավիճակը եւ այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք այսպես պրակտիկ նշանակություն կունենան, թե ֆինանսական, թե անձնական, եւ թե գործնական, եւ թե ցանկացած այլ ոլորտներում։ Եվ հատկապես իհարկե բարենպաստ է հողեղեն նշանների համար, քանի որ այդ եղջյուրը հողեղեն նշան է, օրինակ խոյերի համար Մերկուրին այդ եղջյուրում հիմնական գործնական ազդեցություն կունենա, գործնական ոլորտի վրա ազդեցություն կունենա։ Ցուլերի համար լավ է ճամփորդել, երկվորյակների համար ֆինանսական խնդիրներ կարող է առաջացնել Մերկուրին այդ եղջյուր կենդանակերպում, խեցգետինների համար վիճաբանություններ գործընկերների եւ զուգընկերների հետ կամ հակասություններ, իհարկե դա պետք չէ խորացնել նամանավանդ այդ տոնական օրերին, եւ առյուծների համար նույնպես գործնական ոլորտի վրա ավելի շատ կանդրադառնանք, ույսերի համար բարենպաստ է Մերկուրին այդ եղջյուր կենդանակերպում, շատ լավ է հատկապես երեխաների համար, նրանց հաջողությունների համար, նաև բիզնեսի համար, նոր կապեր ստեղծելու համար։ Առյուծների համար, ասեցինք արդեն, կշերքների համար հիմնականում այս Մերկուրին կանդրադառնա ընտանիքի վրա, ներընտանեկան խոսակցություններ կլինեն, ինչ որ պետք է որոշեք ինչպես եք վարվելու ձեր անշարժ կամ փաստաթղթեր եք ձևակերպելու, իհարկե տոներից հետո։ Այդ կարիճների համար կարճ ճանապարհ է նշանակում Մերկուրին այդ եղջյուրում, աղեկնաբույրների համար բարենպաստ է ֆինանսական ոլորտի համար, այդ եղջյուրների համար իհարկե լավ է նոր ծանոթությունների համար, նոր գործնական կապեր ստեղծելու համար, ու ընդհանրապես բարենպաստ է ցանկացած նորի համար, որովհետև հենց այդ եղջյուրով է սկսվում նոր տարին, գիտեք, որ հունվարի 1-ին Արեգակը գտնվում է այդ եղջյուրում, եւ իհարկե բոլոր մորակները աստիճանաբար եւ Մարսը եւ Վեներան եւ Մերկուրին կուտակվում են այդ եղջյուրում, եւ դա իհարկե բարենպաստ է այդ եղջյուր կենդանակերպի համար, թե անձնական, թե գործնական ոլորտներում։ Ջրհոսների համար մի փոքր խնդրահարույց է, որովհետեւ կակտիվանան, սիրելի ջրհոսներ, ձեր գաղտնի թշնամիները եւ խոսակցություններ ձեր մեջքի հետևում, սա հիշեք եւ զգուշ եղեք, եւ ձկների համար կիրագործվի ձեր ամենանվիրական երազանքը, շատ լավ լուրեր կստանաք նաեւ ձեր չափահաս երեխաներից։ Մերկուրին ասացինք, որ այդ եղջյուրում կմնա մինչև հունվարի 20-ը։ Հաջորդ, ընդհանրապես մենք հունվարի ընթացքում ունենալ ենք 8 կարևորագույն աստղաբանական իրադարձություն եւ երկրորդ կարևորագույն աստղաբանական իրադարձություն դա հունվարյան առաջին լիալուսինն է, որտեղ տարին սկսվում է լիալուսնով, փաստորեն հունվարի 3-ին Երևանի ժամանակով 14:02 րոպեին անկանխատեսելի հունվարյան լիալուսինը տեղի կունենա
13 աստիճան խեցգետնում։ Եվ ինչու է անկանխատեսելի, որովհետև այն հորոսկոպում, որը կազմված է հենց Երևանի վրա, ծագում է Ուրան մոլորակը, որը անկանխատեսելի փոփոխությունների մոլորակն է, այնպես որ շատ հետաքրքիր զարգացումներ կարող են լինել հենց այդ ամանորյա տոների ժամանակ։ Այս լիալուսինը ինչ է խորհրդանշում բոլոր կենդանակերպերի համար։ Խեցգետինների համար հիմնականում, քանի որ լիալուսինը ձեր ուշադրությունը կենտրոնացնում է այն տան գործառույթների վրա, որտեղ այն տեղի է ունենում, խոյերի մոտ դա 4-րդ աստղատունն է, տան ընտանիքի վրա պետք է կենտրոնացնել ձեր ուշադրությունը, սիրելի խոյեր, ծնողների վրա, հայրենիքի վրա, այսինքն նաև անշարժ գույքի հետ կապված ինչ որ հարցեր ունեք, անպայման դա կարգավորեք, որտեղ խոյրին շատ հետաքրքիր նաև բարդ եւ անկանխատեսելի զարգացումներով տարի է սպասվում, եթե չեք դիտել, անպայման դիտեք խոյ կենդանակերպի համար կանխատեսումներ 2026 թվականի արդեն պատրաստ են եւ տեղադրված են իմ YouTube-յան ալիքում։ Ցուլերի համար այս լիալուսինը հիմնականում կկենտրոնացնի ձեր ուշադրությունը, սիրելի ցուլեր, ձեր մոտակա միջավայրի վրա, այսինքն քույրեր, եղբայրներ, հարևաններ, մոտիկ բարեկամներ, շփման անմիջական միջավայր, այսինքն այն մարդիկ, ում հետ դուք մշտապես շփվում եք, նրանց վրա պետք է կենտրոնացվի ուշադրությունը, կարճ ճանապարհներ են հնարավոր եւ լավ լուրեր իհարկե քույրերից եւ եղբայրներից, նոր ծանոթություններ, սիրելի ցուլիկներ, ու իհարկե Ուրանը դեռ շարունակում է տերորի ենթարկել ցուլ կենդանակերպը եւ այնպես որ շատ անսպասելի զարգացումներ են հնարավոր ցուլ կենդանակերպի ներկայացուցիչների համար։ Երկորյակների մոտ այս լիալուսին հիմնականում առիթ է վերլուծելու եւ ուշադրությունը կենտրոնացնելու ֆինանսական ոլորտի վրա, եկամուտների աղբյուրների վրա եւ ինքնագնահատականի վրա, այսինքն գալիք տարվա մեջ երկորյակները պետք է վերաիմաստավորեն ֆինանսական ոլորտը, նոր աղբյուրներ գտնեն եկամուտների եւ ավելի աշխատեն իրենց ինքնագնահատականը բարելավել։ Ինչ վերաբերվում է խեցգետինների, սիրելի խեցգետիններ, այս լիալուսին իհարկե ձեր առաջին աստղատանն է, որը նշանակում է, որ դուք պետք է վերաիմաստավորեք ձեր կյանքի բոլոր ոլորտներն, ինչպես անձնական, գործնական, առողջության հետ կապված, առհասարակ վերաբերմունքի հետ կապված, միջավայրի հետ, արտաքին աշխարհի հետ, դրա հետ պետք է աշխատել եւ հատկապես այս լիալուսինը կազդի այն խեցգետինների վրա, ովքեր ծնվել են հուլիսի 3-ից 6 ընկած ժամանակահատվածում։ Նու իհարկե այն աստղաբանական իրադարձությունները, որոնք տեղի են ունենում տարվա սկզբից, իհարկե տարվա մեկնարկին, ազդում են ամբողջ տարվա վրա, այնպես որ պետք է դա հաշվի առնել։ Առյուծների մոտ մի փոքր բարդ է, որտեղ ակտիվանալու են սիրելի առյուծներ ձեր գաղտնի թշնամիները, բայց հաջողություն կունենաք արտերկրում, հեռավոր արտասահմանում, եթե ինչ-որ գործեր եք ձեռնարկում, փաստաթղթեր եք ձևակերպում, շատ բարենպաստ է։ Կույսերի համար այս լիալուսինը կբերի իր երազանքների իրականացում, ձմեռ պատիկ անպայման ձեզ կբերի այն, ինչի մասին դուք վաղուց երազել եք, սիրելի կույսեր, կուրախացնեն ձեզ նաև ձեր չափահաս երեխաները, բարենպաստ է նաև օնլայն բիզնեսի համար։ Ինչ վերաբերվում է կշեռքներին, կշեռքների մոտ դա ավելի շատ գործնական ոլորտին կազդի այս լիալուսինը եւ դուք, սիրելի կշեռքներ, պետք է զբաղվեք ձեր վերաիմաստավորեք ձեր գործնական ոլորտը, որտեղ եք ցանկանում աշխատել, շարունակելու եք այդ նույն ոլորտում աշխատել, որտեղ աշխատում եք, այլ նույն հիմնակություն, թե ցանկանում եք գնալ բիզնես սկսել։ Կարիճների մոտ 9-րդ աստղատանն է, այսինքն իրադարձությունները հիմնականում կծավալվեն արտասահմանում, ճամփորդության համար բարենպաստ է այս լիալուսինը։ Աղեղնավորների մոտ 8-րդ տունն է, 8-րդ տանն է հայտնվում այս լիալուսինը եւ դա կապված կլինի արդեն ֆինանսների աղբյուրների հետ, մեծ գումարների հետ, վարկերի, պարտքերի, հիպոթեկի, ձեր գործընկերների եւ զուգընկերների ֆինանսների հետ։ Ահա այս ոլորտին պետք է մեծ ուշադրություն դարձնել, սիրելի աղեղնավորներ։ Անշարժ գույքի, հետո պետական ինչ-որ վճարումների հետ, հարկեր, տուրքեր, այդ վերահսկող մարմինների հետ, որ խնդիրներ չունենաք։
Այդ եղջյուրների մոտ հիմնական հարցը դա անձնական հարցն է լինելու այս լիալուսնի հետ կապված, այսինքն հարաբերությունները գործընկերների եւ զուգընկերների հետ եւ առհասարակ այն բոլոր մարդկանց հետ, ովքեր ձեր շրջապատում են սիրելի այդ եղջյուրներ, նրանց հետ պետք է հստակեցնեք ձեր հարաբերությունները գալիք տարվա ընթացքում, դա շատ կարեւոր կլինի։ Եվ ջրհոսների մոտ 6-րդ տան մեջ է հայտնվում այս լիալուսինը, որը նշանակում է հիմնական խնդիրը դա աշխատանքն է, ձեր պարտականությունները եւ առողջությունը, հա, այս ոլորտների վրա պետք է ուշադիր լինել եւ կենտրոնացնել ձեր ուշադրությունը։ Եվ ձկների համար իհարկե շատ բարենպաստ է, քանի որ բոլոր ջրային նշանների համար բարենպաստ է այդ ջրային լիալուսինը խեցգետնում, ձկների համար 5-րդ տունն է, իհարկե ովքեր վաղուց սպասում են հղիություն, շատ հավանական է որ հունվարին դա տեղի կունենա, լավ իրադարձություններ կապված երեխաների հետ, լավ լուրեր, բարենպաստ է նաև բիզնեսի համար, ահա այսպիսին կլինի տարվա առաջին լիալուսինը։ Հաջորդ աստղաբանական իրադարձությունը, սիրելի բարեկամներ, հունվարի 17-ին Երևանի ժամանակով 16:43 րոպե Սիրո եւ գեղեցկության մորակ Վեներան մուտք կգործի ջրհոս։ Եվ առհասարակ պետք է ասել, որ աստիճանաբար մորակները կուտակվելու են ջրհոսի եւ այդ եղջյուրի այդ սահմանագծի վրա։ Հունվարի կեսից հետո եւ որը որ մեծ փոփոխություններ, դրական փոփոխություններ է առաջացնելու, իհարկե կախված նրանից, թե որ աստղաբանական տանն են հայտնվում մոլորակները, ձեր անհատական հորոսկոպում ինչպես որ անպայման համեցեք խորհրդատվության, որպեսզի հասկանաք, թե ինչպես կարելի է օգտագործել այդ գերբարենպաստ եւ շատ ուժեղ տրանսֆորմացիոն կյանքի փոփոխություններ առաջացնող այդ միավորումը, որտեղ մենք ունենալու ենք մորակների շքերթ ըստ էության հունվարի մեջ։ Եվ Վեներան մուտք կգործի ջրհոս, այստեղ Վեներան շատ ազատասեր է, Վեներան շատ այսպես անկախ է, չի սիրում ինչ-որ պայմանականություններ, չի սիրում ինչ-որ հստակ պայմանավորվածություններ, ահա մենք ամուսնանում ենք այսօրը եւ վերջ, ամբողջ կյանքում մենք միասին ենք, ահա այսպիսի խոսակցություններ Վեներան չի սիրում, Վեներան սիրում է ազատություն, ջրհոսում ինչ-որ շատ հոգևոր թրթիռներով լի, այսպես հոգևոր թրթիռներով, գունավոր թրթիռներով լի սեր է սիրում, Վեներան շատ իդեալիստ է, այսպես շատ վարդագույն գույներով է ամեն բան պատկերացնում, Վեներան ջրհոսում կմնա մինչև 26 թվականի փետրվարի 10-ը, սիրելի բարեկամներ, եւ ինչ է նշանակում Վեներան ջրհոսում բոլոր կենդանակերպերի համար, իհարկե առավելապես բարենպաստ է Վեներան ջրհոսում բոլոր օդի նշանների համար, լավ է նաեւ ինքը հրեղեն նշանների համար, հուղեղեն նշանների համար, եւ բարեխառն եւ անբարենպաստ է ջրի նշանների համար։ Այսպես իհարկե հարաբերական են, կախված են նրանից ձեր անհատական հորոսկոպում որտեղ կհայտնվի Վեներան։ Խոյերի մոտ կիրագործվի իրենց ամենանվիրական երազանքներից մեկը այդ ժամանակահատվածում, բարենպաստ է նաեւ անձնական կյանքի համար, սիրելի խոյեր, եւ օնլայն բիզնեսի համար։ Ցուլերի մոտ գործնական ոլորտներին է վերաբերվելու հիմնականում կարիերան, նոր աշխատանք, ավելի բարձրատրվող աշխատանք, նոր ղեկավար, որը անպայման կգնահատի ձեր ընտունակությունները։ Եվ երկվորյակների համար իհարկե խիստ բարենպաստ է Վեներան ջրհոսում, որովհետև 9-րդ տանն է հայտնվում եւ բարենպաստ է ճամփորդել այդ հարսանեկան ճամփորդությունը շատ լավ է, եթե համընկել է ձեր մոտ, շատ այսպես լի նոր տպավորություններով, դրական ինչ-որ զարգացումներով ճամփորդություն է լինելու, լավ է բարձրագույն կրթության համար, լավ է դասավանդման համար, լավ է դատական գործընթացների համար, եթե այդպիսին կան։ Եվ խեցգետինների համար իհարկե ջրային նշանների համար այնքան էլ բարենպաստ չէ, հիմնական խնդիրը դա ֆինանսական ոլորտում է լինելու, սիրելի խեցգետիններ, հիմնականում վարկեր, պարտքեր, հիպոթեք, բայց քանի որ Վեներան բարենպաստ մոլորակ է, փոքր երջանկության մոլորակ, իհարկե դրական զարգացումներ նույնպես կլինեն, հատկապես ձեր զուգընկերների եւ գործընկերների եկամուտների հետ կապված, այդ եկամուտները կաճ են։ Եվ առյուծների մոտ 7-րդ տանն է հայտնվում, հա, առյուծների համար անձնական խնդիրներ են առաջանում, հատկապես ամուսնացած առյուծուհիների մոտ։ Ահա դուք հնարավոր է հայտնվեք
Սիրային եռանկյունի մեջ, որտեղ 7-րդ տունը դա մրցակիցների տուն է, այսինքն միջավայրի տունը, որտեղ հայտնվում է այդ հիմնական մրցակիցը։ Եթե ամուսնացած չեք, շատ ավելի հիանալի է, շատ ավելի լավ է, ապա անպայման ինչ որ կարևոր հանդիպում տեղի կունենա այս ընթացքում հունվարի 17-ից փետրվարի 10 կա ժամանակահատվածում եւ դուք ավելի այսպես մեջ անձեր ունեք հետաքրքիր ինչ որ անձնական շփումներ ունենալու, հատկապես տղամարդկանց համար իհարկե լավ, կանանց համար նույնպես բարենպաստ է, հատկապես այն կանանց, ովքեր զբաղվում են հենց գեղեցկության ոլորտում, նրանց մոտ անպայման կաճեն եկամուտները այս ժամանակահատվածում։ Կույսերի մոտ Վեներան ջրհոսում 6-րդ տանն է հայտնվում, որը կապված է աշխատանքի հետ։ Բարենպաստ է նոր աշխատանք գտնել, ավելի բարձրատրվող աշխատանք, լավ է նաև առողջական հարցերը կարգավորելու համար, որովհետև Վեներան փոքր երջանկության օրակ եւ տալիս է հիվանդությունից այսպես ազատագրում, այսինքն կարող եք դուք գտնել բժիշկ եւ այդ բժիշկը կամ բժշկուհին ձեզ անպայման կօգնի հաղթահարել երկար ժամանակ ձեզ տանջող հիվանդությունը, սիրելի կույսեր։ Ինչ վերաբերվում է կշերքներին, բարենպաստ է, արտակարգ բարենպաստ է Վեներան ջրհոսում կշերքների համար, եւ 5-րդ տանն է, սիրո, հաճույքների, երեխաների տունն է 5-րդ տունը եւ շատ կշերքներ կարող են հեղիանալ այս ժամանակահատվածում, թե վաղուց սպասում են կամ գտնեն իրենց սերը։ Եթե երեխաներ ունեք, արդեն դա ավելի դա բարենպաստ կանդրադառնալ ձեր երեխաների համար, լավ է նաև հանգստի համար եւ բիզնեսի համար Վեներան 5-րդ տանը, կարիճների մոտ 4-րդ տանն է հայտնվում Վեներան, մուտ գործելով ջրհոս եւ սա նշանակում է, որ դուք հիմնականում սիրելի կարիճներ զբաղվել եք ձեր տնով, ձեր տան բարեկարգությամբ, ինչ որ եթե նոր տուն եք գնել կամ նոր տուն եք տեղափոխվում, այսինքն բարեկարգում եք, ավելի այսպես փափուկ կահույք եք տեղավորում, այդ բազմոցներ, ամաղճակալներ, բոլորը փափուկ եւ սիրուն, Վեներան սիրում է այդ գույնզգույն գեղեցկությունը, փափկությունը, շատ լավ է։ Նաև ընտանիքի համար է բարենպաստ, սիրելի կարիճներ, հնարավոր է, եթե դուք ասենք արդեն բավականին չափահաս մեծ երեխաներ ունեք, հնարավոր է նրանց մոտ ինչ որ դրական զարգացումներ անձնական ոլորտում կամ ընտանիքի ընդլայնում, ընդարձակում, թորնիկներ կարող է ունենաք սիրելի կարիճիկներ եւ աղեղնավորների համար նույնպես բարենպաստ է 3-րդ տանն է հայտնվում Վեներան, որը նպաստելու է ակտիվ ուրեմն շփումների, նոր ծանոթությունների, կարճ ճանապարհներ եք շատ գնալու, ավելի շատ շփվելու եք ձեր մտերիմների հետ, քույրերի, եղբայրների հետ եւ նաեւ լավ լուրեր եք ստանալու նրանցից, հնարավոր է նաեւ նոր մեքենա ձեռք բերեք, սիրելի աղեղնավորներ։ Այս եղջյուրների համար եւս բարենպաստ է 2-րդ աստղատանն է հայտնվում Վեներան ջրհոսում եւ դա կնպաստի ֆինանսական հաջողություններին, եկամուտների աճին եւ կբարելավի ընդհանրապես ձեր ինքնագնահատականը։ Ջրհոսների համար իհարկե ամենաբարենպաստն է Վեներան հայտնվում է սիրելի ջրհոսներ ձեր առաջին աստղատանը, որը նշանակում է, որ հաջողությունը ուղեկցելու է ձեզ ինչպես գործնական, այնպես էլ անձնական, ֆինանսական կյանքի բոլոր ոլորտներում, ավելի շատ կոմպլիմենտներ կստանաք, այսինքն ձեր գհմայքը եւ գեղեցկությունը անպայման կնկատեն եւ կգնահատեն բոլոր, այսպես ասած, անծանոթ եւ անծանոթ մարդիկ, անձնական կյանքի համար եւս շատ լավ է։ Ինչ վերաբերվում է ձկներին, հա ձկների մոտ Վեներան հայտնվում է 12-րդ տանը, որը նշանակում է խարդավանքներ, խոսակցություններ մեջքի հետևում եւ առհասարակ գաղտնի թշնամիների ակտիվացում։ Եվ ամենակարևոր հունվարյան իրադարձությունը դա հունվարի 18-ին Երևանի ժամանակով 23:50 րոպեին տեղի ունեցող առաջին տարվա առաջին նորալուսինն է, հունվարյան նորալուսինը 28 աստիճան այդ եղջյուրում եւ դա մոլորակային շքերթի հետ կհամընկնի, որովհետև 6 մոլորակներ կուտակվում են ջրհոսի եւ այդ եղջյուրի այդ սահմանագծի վրա, գիտեք այնտեղ Պլուտոնն է, այնտեղ Վեներան է լինելու, այնտեղ Մարսն է լինելու, այնտեղ Մերկուրին է լինելու եւ Լուսինը եւ Արեգակը կմիանան 28 աստիճան այդ եղջյուրում եւ Մարս մոլորակի էկզալտացման կամ փառավորման աստիճանում։ Ու սա շատ հետաքրքիր եւ շատ բացառիկ նորալուսին է լինելու,
ամբողջ տարվա մեջ իհարկե մեծ ազդեցություն է ունենալու, այստեղ արդեն որոշումներ են կայացվում այդ էլիտաների կողմից, թե ինչպիսի զարգացումներ պետք է տեղի ունենան 26 թվականին, ինչ ուղղությամբ խաղաղություն կլինի, թե պատերազմ կլինի, արդեն իսկ այժմ դեկտեմբերի վերջին բավականին լարված է ռազմաքաղաքական իրավիճակ ամբողջ աշխարհում, ինչպես ԱՄՆ-ի կողմից այդ հրահրվող մշտական ռազմական լարվածությունները, այսպես ամենտեղ որտեղ ցանկանում է ռմբակոծում է, տեսնում եք Նիգերիան է ռմբակոծել, եւ Ուկրաինան, ռուս-ուկրաինական ճակատումն պես շարունակվում են այդ բախումները, այս սահմանագծին եւ հատկապես այն երկրները, ովքեր գտնվում են այդ եղջյուրի եւ ջրոսի ազդեցության տակ, որը որ Հայաստանն է, Ռուսաստանն է, ԱՄՆ-ն է, Ադրբեջանն է, Չինաստանն է, Եգիպտոսն է, այդ բոլոր երկրները մեծապես կազդվեն այս նորալուսնի հետ կապված եւ մեծ զարգացումներ են սպասվում այստեղ։ Իհարկե ես առանձին կանդրադառնամ այդ բոլոր իհարկե մորակային դիրքերին, այդ մորակների շքերթին ջրհոսում նաև բավականին ճոխ մորակային խումբը ստելարիում է հավաքվելու այսպես կոչված, փետրվարին ավելի մանրամասն կխոսենք այդ ամենի մասին, իսկ ինչ է նշանակում այս տարվա առաջին նորալուսինը բոլոր կենդանակերպերի համար, քանի որ այդ եղջյուրում իհարկե բարենպաստ է բոլոր հողեղեն նշանների համար, բարեխառն է նաև հրեղեն նշանների համար եւ ջրային նշանների համար եւ այնքան էլ բարենպաստ չէ օդի նշանների համար։ Խոյերի համար հիմնականում այս նորալուսինը կբերի նոր աշխատանք, նոր զարգացումներ ձեր աշխատավայրում, նոր պաշտոն, նոր հասարակական կարգավիճակ, որովհետեւ նորալուսինը բոլոր նոր դրական զարգացումներն է բերում այն աստղատուն, որի շրջանակներում այն տեղի է ունենում։ Հաջորդը ցուլն է, ցուլերի համար լավ է ճամփորդել այս տարի, ընդհանրապես հունվարյան իրադարձությունները այդ ծրագիրը դնում են ամբողջ տարվա համար, այնպես որ շատ ուշադիր եղեք, ինչպիսի իրադարձություններ տեղի կունենան ձեր մոտ հունվարին, ահա այդպիսի իրադարձություններ հավանական է ամբողջ տարվա ընթացքում։ Լավ է ճամփորդել, լավ է սովորել, լավ է դասավանդել, բարենպաստ նաև դատական գործերի համար, եթե ինչ-որ խնդիրներ ունեք։ Երկորակների համար 8-րդ տանն է հայտնում այս նորալուսինը, նոր պարտքեր, նոր խնդիրներ, նոր ֆինանսական խնդիրներ, բայց նաև հնարավոր է ժառանգություն եւ ստանաք եւ հնարավոր է նաև ձեր գործընկերների եւ զուգընկերների եկամուտները աճեն, սիրելի երկվորյակներ։ Խեցգետինների մոտ այս նորալուսինը առաջացնելու է նոր խնդիրներ զուգընկերների եւ գործընկերների հետ, բայց հնարավոր է նոր ինչ-որ անձնավորություն հայտնվի, որի հետ հեռանկարային ապագա կսպասվի ձեզ սիրելի խեցգետիններ, նաև կամ նոր գործընկեր, ոչ միայն զուգընկեր, այլ նաև նոր գործընկեր, կամ դուք ուզում եք ավարտել արդեն հարաբերությունները նախկին ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ եւ ահա սկսում եք նոր կյանք մտնել նոր հարաբերություններով, նոր տարին նոր հարաբերություններով, այսպես կարելի ասել։ Առյուծների համար 6-րդ աստղատանն է հայտնում այս նորալուսինը եւ սա կապված է նոր աշխատանքի հետ, նոր պատասխանատվություն, նոր պաշտոն, նոր, բայց հիվանդությունների տեսանկյունից իհարկե պետք է զգուշ լինել առյուծիկներ, որպեսզի նոր հիվանդություններ ձեռք չբերեք։ Կույսերի համար 5-րդ աստղատանն է հայտնում, որը շատ բարենպաստ է, նոր երեխա, հնարավոր է հատուցություն, հնարավոր է ինչ-որ դրական զարգացումներ արդեն արկա ձեր երեխաների հետ կապված, լավ է բիզնեսի համար, լավ է հաճույքների համար, լավ է հանգստի համար։ Կշերքների մոտ հիմնականում 4-րդ տանն է դա հայտնում այդ նորալուսինը, որը կապված կլինի նոր զարգացումների հետ ձեր ընտանիքի, տան, հայրենիքի հետ, անշարժ գույքի հետ նաև։ Կարիճիկների համար 3-րդ տանն է հայտնվում այս նորալուսինը, որը կապված կլինի նոր ճանապարհներ, նոր ծանոթություններ, նոր միջավայր, ոսկով շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում կարիճներին 2026 թվականին։ Եթե չեք դիտել, անպայման դիտեք այդ կանխատեսումները, կարիճների եւ բոլոր կենդանակերպերի համար 26 թվականի կանխատեսումները արդեն տեղադրված են ալիքիս վրա։ Աղեղնավորների մոտ դա 2-րդ աստղատանն է, որը որ նոր ֆինանսական հնարավորություններ, նոր եկամուտների աղբյուրներ, նոր աշխատանք, մի խոսքով ֆինանսական տեսանկյունից շատ կարևոր է այս տարի լինելու ձեզ համար սիրելի աղեղնավորներ եւ այդ եղջյուրների համար իհարկե առաջին տանն է այս նորալուսին եւ հատկապես կազդի այն այդ եղջյուրների վրա, ովքեր ծնվել են հունվարի 16-ից
20 ընկած ժամանակահատվածում ահա նրանց մոտ այս նորալուսնի բարերար ազդեցությունը կտարածվի ամբողջ տարվա վրա, այսինքն ամբողջ 25 հատկապես նրանց մոտ եւ բոլոր դրական զարգացումներ են սպասում ինչպես անձնական, այնպես էլ գործնական ոլորտում, եթե ամուսնացած չեք, ամուսնություն, նշանադրություն կամ կամուսնանան կամ կնշանադրվեն ձեր երեխաներ, եթե արդեն մեծ են ձեր երեխաները, արդեն ամուսնական տարիքում են ձեր երեխաները, այսպես ասած, եւ բոլոր դրական զարգացումները, որոնք հնարավոր է պատկերացնել, հատկապես եթե այդ օրերին եք ծնվել, հունվարի 16-ից 20 ընկած ժամանակահատվածում։ Ջրհոսների համար իհարկե լարված շրջան է, որովհետև ջրհոսները հայտնվում են այն ժամանակահատվածում, որը նախորդում է իրենց ծննդյան օրվան 1 ամսով, եւ դա էներգետիկական անկում է առաջացնում, ես բազմիցս անդրադարձել եմ, թուլանում է մեր բիոդաշտը եւ խոցելի է դառնում զանազան անբարենպաստ ազդեցությունների համար եւ ակտիվանում են նաեւ մեր գաղտնի տշնամիները, հատկապես ջրհոսների համար դա շատ ակտուալ կլինի այս նորալուսնի հետ կապված։ Ինչ վերաբերվում է ձկների հետ, ձկներին համար շատ կարևոր երազանք իրագործվի այս նորալուսնով, բարենպաստ է նաև օնլայն բիզնեսի համար եւ նաեւ կուրախացնեն ձեզ սիրելի ձկնիկներ, ձեր չափահաս երեխաները։ Մյուս կարևոր իրադարձությունը արդեն հունվարի 20-ին Երևանի ժամանակով 20:41 րոպեին կապի հեռարձակության մոլորակ Մերկուրին մուտք կգործի ջրհոս եւ այնտեղ կմնա մինչեւ 26 թվականի փետրվարի 7-ը։ Ջրհոսում իհարկե Մերկուրին բավականին ակտիվ է, բավականին ընկերասեր է, շփվող է, շատ բարենպաստ է նոր գործնական կամ անձնական կապեր ձեռք բերել ու հետագա հաջողությունները ապահովելու համար։ Ընդհանրապես այդ մոլորակների կուտակումը ջրհոս կենթանակերպում, որը ընկերության խորհրդանիշն է, նոր ինչ-որ միջավայր, նոր, այսինքն պետք է աշխատեք շատ նոր կոնտակտներ ձեռք բերել, նոր ծանոթություններ, նոր ինչ-որ մարդկանց հետ, սկզբունքային նոր միջավայրի հետ շփում հաստատեք, որը որ կապահովի ձեր հաջողությունը գալիք տարվա ընթացքում, 26 թվականի ընթացքում։ Եվ այստեղ իհարկե շատ բարենպաստ է այս Մերկուրին ջրհոսում հատկապես հրեղեն նշանների համար եւ օդի նշանների համար, բարեխառն է նաեւ հողեղեն նշանների համար եւ այնքան էլ բարենպաստ չէ ջրային նշանների համար։ Խոյերի համար լավ է նոր ընկերներ ձեռք բերել, ցուլերի համար լավ է նոր ինչ-որ աշխատանքային հեռանկար ստեղծել, նոր պաշտոն, նոր աշխատանք, նոր եկամուտների աղբյուրներ, երկորակների համար լավ է ճամփորդության տեսանկյունից, խեցգետինների համար պետք չէ այդ ժամանակահատվածում մեծ վարկեր կամ պարտքեր վերցնել, առյուծների համար հնարավոր են բախումներ, հակասություններ իրենց գործընկերների եւ զուգընկերների հետ, հույսերի համար նույնպես լավ է հիմնականում աշխատանքային ոլորտում եւ առողջության համար բարենպաստ է այս շրջանը։ Կշեռքների համար լավ է սիրային ոլորտում ակտիվ լինել եւ սիրային ոլորտում այդ կոնտակտները հաստատել։ Կարիճների համար անշարժ գույքի հետ, տան հետ, ծնողների հետ կապված այդ փոփոխություններ են տեղի ունենալու, աղենավորների մոտ լավ է ավելի հաճախակի շփվել ձեր մտերիմների հետ, հարևանների հետ, բարեկամների հետ, մոտիկ բարեկամների, քույրերի, եղբայրների հետ։ Այդ եղջյուրների համար բարենպաստ է ֆինանսական տեսանկյունից, դե ջրհոսները թագավորներն են այս ընթացքում մոտավոր սկսվում է իհարկե նաև ջրհոսը հենց հունվարի 20-ին 5:45 րոպեին, այսինքն մինչև Մերկուրիի մուտքը ջրհոս, Արեգակն է նաև մուտք գործում ջրհոս 5:45 րոպեին Երևանի ժամանակով, սկսվում է ջրհոսի ժամանակահատվածը, շնորհավորում եմ բոլոր իհարկե հունվարին ծնված այդ եղջյուրիկներին, նաև բոլոր ջրհոսիկներին, որոնք ծնվել են հունվարի 20-ից հետո, ես ձեզ մաղթում եմ ամենայն բարիք, հաջողություններ, գալիք տարում թող իրագործվեն ձեր բոլոր ցանկություններն ու երազանքները։ Եվ ջրհոսում իհարկե ջրհոսների համար շատ կարևոր տարի է լինելու, շատ բախտորոշ տարի է լինելու, որովհետև հենց այդ մորակների շքերթը հենց ջրհոսում է տեղի ունենում։ Ձկների համար մի փոքր արդեն անբարենպաստ է, որտեղ սկսվում է այդ իրենց շրջանը 1 ամիս առաջ ծննդյան օրվանից, որը խոցելի է դարձնում մարդկային բիոդաշտը։ Եվ Արեգակը ջրհոսում կմնա մինչև փետրվարի 18, 2026 թվականին։
Վերջին մոլորակը, որը մուտք կգործի ջրհոս Մարսն է, դա տեղի կունենա հունվարի 23-ին Երևանի ժամանակով 13:16 րոպեին։ Մարսը մուտք կգործի ջրհոս եւ այդտեղ կմնա մինչեւ մարտի 2 2025 թվականին։ Իհարկե Մարսը ակտիվության մոլորակ է, նախաձեռնության մոլորակ, էներգիայի մոլորակ եւ որտեղ նա հայտնվում է, պահանջվում է ակտիվ գործողություններ, այնպես որ հունվարի 23-ից հետո սիրելի ջրհոսիկներ ակտիվ գործում ենք մինչեւ մարտի 2-ը։ Եթե դուք ինչ-որ ծրագրեր ունեք, եթե դուք ինչ-որ նպատակներ ունեք գալիք տարվա մեջ, որ անհրաժեշտ է դա իրականացնել, անպայման դա կյանքի կոչեք սիրելի ջրհոսներ եւ ակտիվ քայլեր ձեռնարկեք, որպեսզի դա տեղի ունենա։ Այդ դեպքում տարվա ընթացքում հաջողությունը ձեր կողմը կլինի անպայման։ Մարսը ջրհոսում մի փոքր էսպես շատ ծայրահեղական է, շատ էսպես քմահաճ է, շատ անկախական է, շատ էգոիստ է, չի ընդունում որևիցե սահմանափակումներ, սիրում է բացարձակ ազատություն։ Իհարկե կտրուկ, շատ կտրուկ գործողություններից պետք է զգուշանալ, սիրելի բարեկամներ, որտեղ Մարսը ջրհոսը ինչպես կմտնի, այնպես էլ դուրս կգա, իսկ ձեր քայլերի հետևանքները ձեր հետ կմնան նաև հետագայում։ Այսպես որ պետք է զգուշ լինել եւ շատ այսպես ռադիկալ 180 աստիճանով փոփոխություններ, քայլեր չանել, որ հետագայում դուք չտուժվեք, խնդիրներ չունենաք, պետք է իհարկե մտածված լինեն բոլոր քայլերը, բնականաբար, պետք է իհարկե քայլեր ձեռնարկել, որպեսզի կատարվեն այդ փոփոխությունները, կայանան այդ փոփոխությունները, բայց շատ ռադիկալ, շատ այսպես արմատական, հենց հիմա եմ ուզում եւ վերջ, դա իհարկե այնքան էլ ցանկալի չէ այս դեպքում։ Եվ Մարսը ջրհոսում բարենպաստ է իհարկե բոլոր օդային նշանների համար, ինչպես երկվորյակների համար, որոնց համար շատ լավ է ճամփորդել, ինչ որ արկածներ արտասահմանում կլինեն այս ընթացքում, այնպես էլ կշեռքների համար շատ լավ է անձնական ոլորտում, այս Մարսը իրենց 5-րդ տանն է հայտնվում, կներեք, լավ է երեխա ունենալու համար, բայց եթե դուք հղեք այդ ընթացքում, երբ Մարսը ընթանում է ձեր 5-րդ աստղատոն, պետք է զգուշանալ վիժումից, այսինքն պահպանել այդ հղիությունը։ Ну, ընդհանրապես շատ լավ է, այսպես շատ սիրառատ, այսպես եւ շատ ակտիվ սիրային է, սիրավեպերի համար շատ բարենպաստ է Մարսը 5-րդ տանը։ Եվ իհարկե ջրհոսների համար արդեն բացատրեցի, որ պետք է ակտիվ գործել եւ չթողնել, որ այդ Մարսի էներգիան լճանա եւ դրանով դուք ձեռք չբերեք ավելի շատ առողջական խնդիրներ։ Պետք է շատ զբաղվեք սպորտով, լինեք ակտիվ։ Այս ընթացքում սիրելի բարեկամներ, սիրելի ջրհոսներ, հատկապես ջրհոսներին է վերաբերվում, այսինքն հունվարի 20-ից մինչեւ փետրվարի 18-ը։ Գրեթե ամբողջ ընթացքում հունվարի 23-ից մինչև մարտի 2-ը, այսինքն դա այդ ջրհոսի ամբողջ ժամանակահատվածն է, եւ Մարսը, մարսյան ակտիվ, նախաձեռնող հրեղեն էներգիաները, հրեղեն կարմիր ձիու հետ, դրանք ուղեկցելու են ձեզ սիրելի ջրհոսներ ամբողջ տարվա ընթացքում։ Դեվ ձեր սոլար արևային արեգակնային վերադարձի ժամանակ Մարսը նույնպես լինելու է ձեր արեգակի մոտակայքում։ Եվ իհարկե բարենպաստ է նաև հրեղեն նշանների համար Մարսը ջրհոսում, ինչպես խոյերի համար, որոնք ակտիվ կսկսեն շփվել, նոր ընկերներ ձեռք կբերեն, կիրագործվեն իրենց այսպես ասած ցանկալի ամենաբաղձալի երազանքներից մեկը կիրագործվի, եթե իհարկե սիրելի խոյեր այս ընթացքում, այսինքն հունվարի 23-ից մարտի 2-26 թվականին դուք քայլեր ձեռնարկեք։ Եվ նաև աղնավորների համար լավ է, առյուծների համար իհարկե պետք է մի փոքր զգուշանան առյուծները, որովհետև հնարավոր են բախումներ իրենց գործընկերներ, զուգընկերների հետ, բայց միայն լսելով դիմացինին դուք կկարողանաք գալ ընդհանուր հայտարարի եւ հաղթահարել բոլոր բարդությունները, այնպես որ պետք չէ բրթել միայն ձեր կարծիք, գիտենք, որ առյուծները շատ էսպես սիրում են, երբ որ իրանցով հիանում են, իրանց կարծիքը բացարձակապես բոլորը ընդունում են, բայց իրականում պետք է մի փոքր իհարկե նաև դիմացինին նույնպես լսել, սովորել, սիրելի առյուծներ։ Եվ աղերնավորների համար շատ լավ է նախ հնարավոր է նոր մեքենա ձեռք բերեք, շարժական գույք։
Երկրորդը ավելի ակտիվ շփումներ, նոր կոնտակտներ, նոր ծանոթություններ գործնական կամ անձնական ոլորտում, որը կբերի ձեզ հաջողություն տարվա ընթացքում։ Ինչ վերաբերվում է հողային նշաններին, հողային նշանները իհարկե բարեխառն է լինելու այդ հաջողությունը ջրհոսում ցուլերի համար դա հիմնական գործնական ոլորտին է վերաբերվելու Մարսի տարանցումը ջրհոսով, փոփոխությունները գործնական ոլորտում, կույսերի համար նույնպես գործնական ոլորտում, նաև առողջական ոլորտում պետք է հետևել առողջությանը, սիրելի կույսեր, եւ այդ եղջյուրների մոտ հիմնականում ֆինանսական ոլորտում է փոփոխություններ առաջացնելու, տեսեք այդ եղջյուրներ ավելի շատ գումարներ եք աշխատելու, Մարսը երկրորդ աստղատանն է ձեր, բայց միաժամանակ Մարսը առաջացնում է ծախսեր, այսինքն եթե դուք ցանկանում եք կուտակել գումարները, պետք է իհարկե նաև զգույշ լինեք, որ չափից դուրս այդ ծախսեր տեղի չունենան։ Նույն իհարկե ջրհոսներին ասեցինք, դե ջրային նշանների համար այնքան էլ բարենպաստ չէ, վատ է վարկեր կամ պարտքեր վերցնել խեցգետիններին, կարիճներին, հիմնական կարիճները պետք է զբաղվեն իրենց տնով, իրենց նոր տուն, նոր ընտանիք հնարավոր է, նոր ինչ-որ փոխհարաբերություններ ծնողների հետ, հիմնականում այդ զարգացումները տան հետ, ընտանիքի հետ, նաև պետք է զգուշանալ խնդիրներ չլինեն ընտանիքում տանը։ Եվ ձկների մոտ դա 12-րդ տունն է Մարսը ջրհոսում, իհարկե կակտիվանան ձեր գաղտնի թշնամիները, սիրելի ձկնիկներ, դե ամեն տարի մեր ծննդյան օրվա նախորդող այդ 1 ամիսը միշտ խնդրահարույց է, միշտ խնդիրներ են, միշտ լարվածություն է տեղի ունենում, դա պայմանավորված է հիմնականում նրանով, որ մեր յոդաշտը խոցելի է դառնում, որովհետև մեր անհատական նատալ արեգակը չի տեսնում մեր այսպես տարանցիկ արեգակը բավարար էներգիա չի փոխանցում մեր նատալ արեգակին։ Եվ վերջո հունվարյան վերջին կարևոր աստղաբանական իրադարձություն է, սիրելի բարեկամներ, Նեպտունը, անորոշության, միստիկայի, մոգության, խաբեության, մանիպուլյացիայի մոլորակ Նեպտունը հունվարի 26-ին 2026 թվականի Երևանի ժամանակով 21:38 րոպեին հիմնովին մուտք է գործում Խոյ կենդանակերպ, որտեղ նա կմնա 12 տարի շարունակ, մինչև 38 թվականի մայիսի 22, այնպես որ 12 տարի Նեպտունը մեծ ազդեցություն կունենա հենց Խոյ կենդանակերպից, մինչ այդ 10 տարի շարունակ Նեպտունը գտնվում էր ձկներում, ձկների, այսպես ասած, կյանքը կերավ, նաև կույսերի, հիմա անցնում է խոյերին եւ կշերքներին։ Իհարկե, բոլոր կարդինալ նշանները, ինչպես խոյերը, այնպես էլ կշերքները եւ այդ եղջյուրները եւ խեցգետիները մեծապես կազդվեն Նեպտունից եւ նրանց վրա առավելապես մեծ կլինի Նեպտունի ազդեցությունը Խոյ կենդանակերպում։ Իհարկե, ամենաշատը խոյերի վրա կազդի, որովհետեւ կմիանա նրանց արեգակի հետ, եւ եթե դուք տիպիկ խոյ եք եւ բազմաթիվ այլ մուրակներ ունեք Խոյ կենդանակերպում, իհարկե շատ ավելի մեծ ազդեցություն կունենա ձեր վրա։ Բայց բոլոր խոյերի վրա անշուշտ ազդեցություն կունենա, որտեղ Նեպտունը հայտնվելու է, սիրելի խոյեր, ձեր առաջի աստղատան եւ այս 12 տարիների ընթացքում նա տարանցելու է ձեր առաջին աստղատնով։ Այսպես շատ տարբեր իրադարձություններ կարող են տեղի ունենալ, ինչպես դրական, այնպես էլ բացասական, որտեվ Նեպտունը իր ցածր դրսևորման մեջ կարող է առաջացնել ինչ-որ մոլորություններ, այսինքն հնարավոր է դուք սկսեք կեղծ ինչ-որ ուսմունքների դավանել կամ կեղծ ինչ-որ ենթադրենք ֆինանսական ոլորտի այսպես մանիպուլյատորներին տրվեք եւ մեծ գումարներ կորցնեք, դա նույնպես հնարավոր է դուք սկսեք շփվել այսպես մարգինալ միջավայրում, այսինքն հարբեցողների, նարկոմանների հետ, այսինքն այդպես ստացվի, որ կյանքը դեպի ձեզ բերի այդպիսի մարդկանց, պետք է շատ զգուշ լինել, դա ցածրագույն դրսևորումն է, բարձրագույն դրսևորման մեջ Նեպտունը տալիս է տիեզերական սեր, տալիս է ինքնազոհողություն, հույս, հավատ եւ այսինքն բարձրագույն քրիստոնեական արժեքները, եթե դուք հոգեվոր ճանապարհով եք գնում, հատկապես այդ քրիստոնեական ճանապարհով եք գնում եւ այդ ոլորտում ձեր հոգին զարգանում
զարգանում է, ապա բնականաբար ավելի շատ ձեր հետ այդպիսի իրադարձություններ տեղի կունեն, չնայած մենք չենք բացառում, որ հնարավոր է նաև բացասական մարդկանց սատանան միշտ գայթակղում է, չէ, որ նրանց ովքեր գնում են լուսավոր ճանապարհով։ Պես որ շատ տարբեր իրադարձություններ տեղի կունենան, իհարկե այս 12 տարիների ընթացքում սիրելի խոյեր, մենք մանրամասն կանդրադառնանք, կվելուծենք տարվա ընթացքում, նաև այս 12 տարիների ընթացքում Նեպտունի տարանցումը խոյ կենդանակերպով։ Իհարկե ցուլիկների համար եւս այն բարենպաստ է 12-րդ տանն է հայտնվում Նեպտունը, որը կակտիվացնի իրենց գաղտնի թշնամիներին, բայց շատ բարենպաստ է ցուլիկների համար զբաղվել էզոտերիկա, որտեղ Նեպտունը ինքը էզոտերիկա է խորհրդանիշն է, ինքը չգիտեմ մեդիտացիաներ, տարբեր տեսակի ինչ որ փորձեր հոգեվոր, ահա եթե դուք այդ ոլորտում մտնեք, նույնպես բարենպաստ կլինի ձեզ համար սիրելի ցուլիկներ։ Երկորյակների համար 11-րդ տանն է հայտնվում Նեպտունը մոտ գործելով խոյ եւ 12 տարի շարունակ 11-րդ տանը գտնվելով Նեպտունը կփոխի ձեր միջավայրը, սիրելի երկորյակներ, նոր ընկերներ, նոր գաղափարակիցներ, կարող է ձեր գաղափարախոսությունը լրիվ փոխվի եւ նոր գաղափարակիցներով սկսեք ձեզ շրջապատել։ Փոփոխությունները շատ էական կլինեն նաեւ չափահաս երեխաների հետ կապված։ Նրանք հնարավոր է կամ հեռանան, այլ երկիր գնան, այլ դավանանքի սկսեն դավանել, ասենք փոխեն իրենց կրոնը, փոխեն իրենց գաղափարախոսությունը, նույնպես հավանաբար Նեպտունը գաղափարախոսության հետ է կապված, բայց նաև ֆինանսների հետ է կապված, սիրելի բարեկամներ, եւ եթե դուք հատկապես դա վերաբերվում է ձկնիկներին, եթե դուք ճիշտ կարողանաք կառավարել ձեր ֆինանսները, դուք մեծ եկամուտներ կունենաք այս 12 տարիների ընթացքում, միլիոնատեր անգամ կարող են դառնալ ձկնիկներ, դա բացառիկ հնարավորություն է, որտեվ այսպես Նեպտունը շատ դանդաղ է շարժում, 100 տարուց ավել շրջապտույտ է կատարում ամբողջ զոդիակալ շրջանով։ Եվ ինչ վերաբերվում է խեցգետիներին, խեցգետիների մոտ հիմնականում այդ փոփոխությունները տեղի կունեն գործնական ոլորտում, նոր ոլորտներ կարող է բացվեն ձեզ համար աշխատանքի մեջ, կամ նոր արմատապես այլ աշխատանք, կամ դուք որոշեք բիզնեսի մեջ մտնել, կամ ինչ որ ղեկավար կգա ձեր աշխատավայր, որը կփոխի ձեր գաղափարախոսությունը, ձեր աշխարհայացքը։ Մի խոսքով շատ, բայց ամեն դեպքում միստիկ զբաղվածությունը, էզոտերիկավ զբաղվածությունը շատ բարենպաստ է ոչ միայն ցուլերին, այլ նաև խեցգետիներին։ Առյուծների համար դա հիմնականում արտասահմանի հետ կապված կլինի այդ փոփոխությունները։ Նոր համագործակցություն արտերկրյա կազմակերպությունների հետ, հնարավոր է նաև սեր արտասահմանում, Չափից արտասահմանցիների հետ ակտիվ փոխհարաբերություն է ստեղծելու Նեպտունը 9-րդ տանը, սիրելի առյուծիկներ։ Հնարավոր է դուք ուրեմն գտնեք ձեր ճակատագիրը հենց արտասահմանում եւ ամուսնանաք այս 12 տարիներ, եթե ամուսնացած չեք։ Եթե արդեն ամուսնացած եք, դա հնարավոր է վերաբերվի ձեր երեխաներին կամ նոր կրթություն որոշեք ստանալ։ Մեկնեք արտասահման, հենց վերապատրաստվեք կամ նոր կրթություն ստանալ։ Խոսքով իրադարձությունները շատ տարբեր կարող են լինել, 12 տարի, պատկերացրեք 12 տարի Նեպտունը տարանցելու է խոյ կենդանակերպով եւ բնականաբար 12 տարվա մեջ միևնույն իրադարձությունները ձեր հետ չեն լինի, այսինքն շատ տարաբնույթ իրադարձություններ կլինեն, ուղղակի ընդհանուր ուղղվածությունն եմ ձեզ փորձում ներկայացնել։ Կույսերի համար իհարկե բարդ է, որովհետեւ 8-րդ տանն է լինում Նեպտունը 12 տարի շարունակ եւ դա շատ կարեւոր է կույսերին, դա նշան է, որ պետք է ուշադրություն դարձնել ձեր ֆինանսներին, վարկեր, պարտք, ենթադրենք դուք նոր բիզնես ուզում սկսեք եւ դրա համար բիզնես վարկ եք վերցնում, պետք է շատ այսպես զգուշ լինել, պետք է 10 անգամ չափել, նոր մեկ անգամ կտրել եւ որոշել ինչպես ծախսել այս գումարները, այլապես խնդիրներ կունենաք։ Բայց եթե դուք ճիշտ կարողանաք կառավարել ձեր ֆինանսները, սիրելի կույսեր, նույնպես մեծ ֆինանսական կարողությունների տեր եք դառնալու, ինչ վերաբերվում է կշեռքներին, Նեպտունը հայտնվում է, սիրելի կշեռքներ, ձեր 7-րդ տանը եւ 12 տարի շարունակ տարանցելու է 7-րդ տնով, որը մեր միջավայրի տունն է, գործընկերներ, զուգընկերներ, այսինքն այն մարդկանց տունն է, որով մենք մեզ շրջապատում ենք, այսինքն սա շատ կարեւոր է, թե ումով եք դուք ձեզ շրջապատում, դուք
դուք կարող եք ձեզ շրջապատել շատ ցածրակարգ մարդկանցով, ովքեր էգոիստաբար տանելու են ձեր առողջությունը, հաջողությունը, փողերը, եւ այսինքն սոցիալական ցածր պատասխանատվություն ունեցող մասսայի հետ շփվեք, այսինքն հարբեցողներ, ինչ որ հոգեկան շեղված մարդիկ եւ այլն, խղճալով իրենց ինչ որ օգնեք, բայց ամենակարևորը դա չէ, ամենակարևորը որ դուք ձեզ շրջապատեք եւ իրականում պետք է ձեզ շրջապատեք ապահովված, հարուստ եւ կայացած մարդկանցով, հոգեվոր մարդկանցով։ Այդ դեպքում ձեր հոգեվոր զարգացումը նույնպես կբարձրանա այս 12 տարիների ընթացքում դրականապես այլ եւ բարձր մակարդակի։ Կարիճների մոտ Նեպտունը հայտնվում է 6-րդ տանը, որը նշանակում է նոր աշխատանք, ինչ որ էապես նոր աշխատանք բիոէներգետիկայի հետ, աշխատանք տարբեր հենց այդ մոգական ոլորտում աշխատանք, դե ինչ որ ես զբաղվում եմ, սիրելի բարեկամներ, նաև հիշեցնեմ, որ այժմ եւ մինչեւ տարվա վերջ գործում են զեղչեր ոչ միայն խորհրդատվության համար, այլ նաև իմ մոգական ծառայությունների համար, նաև առողջության հետ կապված հնարավոր ինչ որ անհասկանալի բարդ ախտորոշվող հիվանդություններ, որոնք նաև նույնպես ինչպես կսկսվեն, այնպես էլ կարող են անհասկանալի ձևով անցնել։ Իհարկե շատ բարենպաստ է բոլոր հրեղեննշանների համար, ուրեմն աղեղնավորների համար Նեպտունը 12 տարի շարունակ գտնվելու է 5-րդ աստղատանը եւ 5-րդ աստղատանը, սիրելի աղեղնավորներ, դուք աներևակայելի սեր, տիեզերական սեր, ինչ որ երեխաների հետ կապված դրական զարգացումներ, ես կարծում եմ շատ դրական զարգացումներ, երեխաներ կարող են ծնվել արտասահմանում ձեզ մոտ, նորից սեր արտասահմանում եւ երեխաներ կծնվեն արտասահմանում, շատ բարենպաստ է։ Այդ եղջյուրների մոտ հիմնականում այդ փոփոխությունները կապված են լինելու 4-րդ տան հետ, այսինքն իրենց բնակության վայրի հետ, ծնողների հետ, հայրական տան հետ, հնարավոր է դուք վաճառեք տունը, նոր տներ գնեք, հետո նորից դրանք վաճառեք, հետո նորից վարձով տակ եւ այսպես շարունակ, այսինքն Նեպտունը նաեւ քաոս է ստեղծում, անորոշություն է ստեղծում այն տան գործառույթների մեջ, որտեղ նա հայտնվում է, նրանից ինչքանով դուք կարողանաք այդ ամենը կանոնակարգել եւ հստակեցնել, իհարկե կապված է ձեր հաջողությունը։ Դե ջրհոսների համար ասացինք, որ 3-րդ տանն է, 3-րդ տունը դա նոր կոնտակտներ, նոր շփումներ, նոր ծանոթություններ, ինչ որ միստիկ ճամփորդություններ, շատ բան է, որ գնում են ռիտրիտ, այսպես կոչված, կամ ինչ որ Հնդկաստան շատ են գնում, չէ, նպատակներով։ Եվ նաև խնդիրներ ճանապարհներին առհասարակ պետք է շատ զգուշ լինել մեքենա ձեռք բերելուց, շատ խիստ ստուգել, եւ հնարավոր է դուք չնկատեք անսարքությունը եւ հետո խնդիրներ ունենաք։ Եվ ձկների մոտ դա 2-րդ տունն է, այսինքն հիմնական ուշադրությունը Նեպտունը հրավիրել ֆինանսական ոլորտին եւ անգամ ձկները կարող են դառնալ միլիոնատեր այս 12 տարիների ընթացքում, եթե իհարկե նրանք ճիշտ կարողանան կառավարել իրենց ֆինանսական ոլորտը, որը շատ կարևոր է, սիրելի ձկնիկներ, այնպես որ համեցեք խորհրդատվության, որպեսզի հասկանաք, թե որ ինչ զբաղմունք է պետք նախ, այսպես ասած, ձեզ համար որ զբաղմունքն է առավել բարենպաստ, որ բիզնեսի տեսակն է ավելի բարենպաստ եւ ըստ այդմ կառուցեք ձեր բիզնեսը եւ աշխատեք միլիոններ։ Եթե արդեն իսկ ունեք բիզնես, դա հոգ չէ, նույնպես ստրատեգիաները կարելի է ընտրել եւ ճշգրիտ կողմնորոշվել։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է մեզ սպասում 26 թվականի առաջին ամսվա հունվար ամսվա ընթացքում, անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի իմ YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում, գրեք մեկնաբանություններում ինչպես են իրագործվում իմ կանխատեսումները անձամբ ձեզ համար եւ հետեւեք ինձ նաեւ Facebook-ում, YouTube-յան երկրորդ ալիքից բաժանորդագրվեք Աստրոմագիա եւ Թալիսմաններ, հետևեք ինձ նաև Telegram-ում, Instagram-ում եւ TikTok-ում, ամենայն բարիք ձեզ կհանդիպենք, ստեսություն։